Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ։ Տիկին Աղաջանյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Աղաջանյան, նախ սկսենք եկեղեցու շուրջ այս կատարվող զարգացումներից։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այսպես անդադ մի նոր փորձում է այնպես իրավիճակը, զարգացնել, որից եկեղեցու ներսում տեսնում է հավանաբար, որ հանրության կողմից աջակցություն չկա, փորձում է այն կերպես իր ծրագիրը իրականացնել, որ եկեղեցու ներսում, այսպես պարագտումներ լինի ու արդեն 10 եպիսկոպոս կա, որ միացել են, անցել են իր կողմը ու սրա հետ կապված նաև տեղեկություն կա, որ ամսի 28-ին հնարավոր է գնան Մայրաթոր, հենց պատարագի ժամանակ ու պահանջեն կաթողիկոսի հրաժարականը։ Ուզում եմ ես մասին խոսենք եկեղեցու շուրջին զարգացումները հնարավոր միջև ամանոր արդյոք այս ծրագիրը իր ավարտին կհասցվի։ Գիտեք, մենք պետք է հասկանանք, թե եկեղեցու դեմ այս արշավը ինչ նպատակով է արվում եւ ի վերջո ինչ օրակարգի է սպասարկում, հա։ Չմոռանանք, որ այս իշխանությունները իրենց աթոռին բազմելուց անմիջապես հետո սատարեցին այսպես կոչված Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը եւ այն ժամանակ դեռ փորձում էին կաթողիկոսին փոխարինել իրենց հաճո դրածո ինչ որ մի կերպարով, շատ հստակ իմանալով թե իրենք ինչ ծրագրով են եկել ի վերջո ուր են տանելու մեր ժողովրդին եւ մեր պետությունը, որի ցավալի եւ ողբերգական հետևանքները մենք այսօր բացեիբաց արդեն տեսնում ենք։ Այդ շրջանում իրենց չհաջողվեց, որովհետև իրենք նաև չունեին մեր ուժային կառույցների հստակ հպատակությունը եւ ուժային կառույցները հիշեք 18 թվականին դեռևս հստակ իրենց գործառույթների շրջանակներում էին աշխատում։ Ժամանակի ընթացքում բոլոր պետական կառույցները իրենով անելու ընթացքում եւ իր մարդկանց տեղերում նշանակելու միջոցով նա փաստացիորեն ոչ միայն ջարդել է պետության ողնաշարը, որը ենթադրում է տարբեր մարմինների հավասարակշռված գործունեություն հենց պետության կայունության ամրապնման նպատակով, այլև ամբողջովին կամակատարների մի համակարգ է ստեղծել, իսկ այն մարդիկ, որոնք իրենց պաշտոնին, ծառայությանը եւ երթմանը հավատարիմ էին, չհաշտվելով իրավիճակի հետ ուղղակի լքել են այդ կառույցները։ Իսկ մենք հիմա ունենք որոշակիորեն կամակատարների համակարգ, ինչը մենք տեսնում ենք ԱԱԾ-ին եւ ներքին գործերի մեր ծառայողների պահվածքը հերքեց, որ հենց ԱԱԾ-ն է, հա, այսպես եպիսկոպոսն են հորդորել, որ օրինակ պատարագի ժամանակ զեղ չեն կաթողիկոսին։ Նայեք, որոշակի գործառույթներ վերապահում է ԱԱԾ-ին, որոշակի գործառույթներ ոստիկանությանը, եւ մենք տեսնում ենք, որ այդ հանրային դաշտում այսպես պատնեշների կառուցումը եւ իրենց համար ճանապարհ հարթելու գործընթացը իբրև թե կարգուկանոնի պահապաններին է հանձնարարվում, բայց բուն բովանդակային խնդիրները արդեն ԱԱԾ-ին է հանձնարարվում ի կատար ածելու։ Մենք հասկանանք, որ այս իշխանությունների նպատակն է ջարդել հայոց եկեղեցին։ Եվ դրա մասին ինքը բազմիցս խոսել է, նախկինում կհիշեք արտահայտություններ ծնկի բերել։ Իրենք ծնկի են գալու եւ այդ գործառույթը իր վրա ստանձնած հանձնառությունից երբեք նա չի հրաժարվել, այլ պարզապես ըստ իրավիճակի, ըստ խնդիրների աստիճանական կարգով հարցեր են լուծել։ Սկզբում հրաժարեցին ապահովել կաթողիկոսի անվտանգությունը, հետո եթե չեմ սխալվում, որոշակի դիվանագիտական անձնագրերից զրկեցին։ Հիմա այսօր երկու նախագիծ են ընդունել, կրոնական այդ բովանդակությամբ հայտնի շողակաթ հեռուստալիքն է փակվել եւ անհատույց հրաժարվում են եկեղեցուն հող տրամադրել։ Եվ աստիճանաբար այսպես հետո կհիշեք որոշակի հարկային պարտավորությունների տակ մտցնելու մասին խոսույթ եղավ եւ այսինքն ամեն կերպ փորձում են սահմանափակել հայ առաքելական Սուրբ եկեղեցու արտոնյալ կարգավիճակը Հայաստանում եւ հայ ժողովրդի շրջանում եւ դրանով իսկ ավելի ենթարկյալ դարձնել, այդ թվում նաեւ կաթողիկոսին հեռացման միջոցով եւ իրենց դրածոին այնտեղ կարգելու միջոցով։ Բայց ովքեր են իրենց նախընտրելի տեխնացուները։ Ովքեր անուններ են շրջանառվում Ամերիկայի թեմի։ Տեսեք, ես անունների շուրջ չեմ խոսի, ես երևույթի մասին կխոսեմ, որտեղ այդ անունները ընդհանրապես փոփոխական տարեր են, հա, այս բանաձևի մեջ։ Խնդիրն նրանում է, որ այս իշխանությունները իրենց վրա պարտավորություն են վերցրել
ջարդելու հայ ժողովրդի դիմադրողականությունը եւ դրա առանցք հանդիսացող ցանկացած սյուն եւ դրա առանցքի ամենակարուն, ամենակայուն սյուներից մեկը հենց եկեղեցին է, որը դարեր շարունակ ապահովել է ժողովրդի ինքնագոյությունը եւ պաշտպանական այդ համակարգի ապահովումը նաեւ ինքնության պահպանման տեսակետից ոչ միայն հայաստանյան կամ հայկական տարածքներում, այլև ամբողջ Սփյուռքում նաև եկեղեցին եղել եւ շարունակում է մնալ համախմբող գործոնը բոլոր տեղերում։ Ես անգամ դեսպան եղած ժամանակ միշտ այսպես որպես ցուցիչ իմ գոլեգա դեսպաններին ասում էի, տեսեք, հայ ժողովուրդը որտեղ որ ոտք է դրել որպես համայնք, առաջի բանը որ արել է ստեղծել է եկեղեցի եւ դպրոց, այսինքն մեր եկեղեցին դրանով առանձնանում է միշտ կրթության եւ կրթությամբ ու ինքնության պահպանմամբ է զբաղված եղել։ Սա խանգարում է թուրք-ադրբեջանական ծրագրերի իրականացմանը, սա խանգարում է Հայաստանը ենթարկյալ եւ հայ ժողովրդին հպատակ դարձնելու այդ ծրագրերին, այսինքն իրենց համար հայ ժողովրդին որպես խոչընդոտ վերացնելու ճանապարհին իրենք պետք է ջարդեն նաև եկեղեցին եւ եկեղեցին մնա որպես ինչ որ մի կրոնական կառույց, ինչպես կյանքի խոսքն է, որի եթե տարբեր ուրեմն ասեկոսեներին հավատալու լինենք, իրենց կառավարության տարբեր ներկայացուցիչներ անդամակցում են, անդամագրվել են եւ կատարում են դրա ցուցումները։ Այսինքն մենք տեսնում ենք, որ մի կողմից աղանդավորական շարժումներին են տոն տալիս եւ աջակցում, մյուս կողմից խեղճացնում են հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ նրա դիրքերը, հստակ նպատակը ջարդել դիմադրության օջախները, մոռացության տալ ընդհանրապես հայկական հարցի վերաբերյալ ցանկացած արծարծում, լինի դա Արցախը, լինի դա պահանջատիրությունը, լինի ցեղասպանության ճանաչումը, թե որևէ այլ կարգի խնդիր, լինի մեր մշակութային ժառանգության, պաշտպանության շարքերից հանդես գալը եւ այս ամենը իրականացնելու համար իրենց պետք է ուղղակի անգո դաշտ, այսինքն դիմադրություն չունեցող մի ինչ որ հանրույթ։ Այսինքն այս պահին միակ այդ կետը, հա, դիմադրող, որը նաև խոչընդոտ է հանդիսանում, մնում է փաստացի եկեղեցին։ Ոչ, միակը չէ, բայց դա այն առանցքային կետերից մեկն է, որը ջարդելով նաև ժողովրդի մեջ ապատիկ տրամադրությունները մեծացնելու է եւ թույլատնելու է Սփյուռքում մեր համայնքների դիրքերը։ Իսկ հանրության կողմից այսպես ինչ արձագանք եք զգում, այսպես ուսումնասիրել կոնկրետ եկեղեցու հետ կապված, այսպես համարժեք արձագանք է եկեղեցու պաշտպանության առումով։ Գիտեք, հանրությունը խիստ բացասաբար է գնահատում այդ քայլերը։ Հանրության մի ստվար մասը, որոնք դեռ տատանվում էին այս իշխանության աջակցելու կամ իրենց հայտարարած նպատակների առումով, հիմա ամբողջովին հասկացել են իրականում ինչ քաղաքականություն է վարում այս իշխանությունը եւ այդ առումով մենք տեսնում ենք նաեւ հանրային տրամադրությունների կտրուկ փոփոխություն սոցհարցումների ժամանակ։ Մարդիկ, որոնք եկեղեցու շուրջ առանձնապես համախմբված չեն եղել կամ կրոնական ինչ որ հավատավոր զգացմունքներով առանձնապես չեն արտահայտվել, իրենք հասկանալով, որ սա արդեն ինքնության խնդիր է, հայ ժողովրդի գոյության եւ մեր պետության խնդիր է, իրենք աջակից են դառնում եկեղեցուն, անկախ նրանից ինչ խնդիրներ ունի եկեղեցին։ Եկեք հասկանանք, որ ցանկացած կառույց մարդկանցից բաղկացած չի կարող անաղարտ եւ անեղծ լինել, քանի որ մարդը ինքնին անաղարտ եւ անեղծ չէ եւ սխալական է, այսինքն խնդիրը այստեղ սխալ անել չանելը չէ, այլ խնդիրն այստեղ այդ սխալները ուղղելու կամ այդ սխալները վերհանելու իրավասություն ունենալու, դրա լուծման ճանապարհների եւ դրանով հարված հասցնելու կամ հակառակը պաշտպանություն իրական։ Այս առումով շատ հետաքրքիր էր այս 10 եպիսկոպոս կոչվածների գալը, որովհետև օրինակ ասում են Նիկոլ Փաշինյանի այս ծրագիրը նաև հնարավորություն տվեց երես հանել այն եղտը, որը եղել է եկեղեցուն։ Այո, վերհանել այն ախտը, որ կար եկեղեցում եւ հիմնականում այն մարդկանց, որոնց պատճառով հենց եկեղեցին քննադատվում եւ թիրախավորվում էր, եւ հետաքրքիր է, որ այս ինչ ասեմ մեղավորների, հա, համախմբով, ուրիշ բառ չեմ ուզում օգտագործել, քանի որ նրանց մի մասը դեռ շարունակում է մեր եկեղեցու սպասավորը լինել, այս մեղավորների համախմբով իրենք փորձում են մաքրել եկեղեցին,
Այսինքն մարդիկ, որոնց քննադատելով, որոնց գործունեությունը դատապետելով, փորձել են հարվածել եկեղեցուն, իրենք այդ մեղքերի կծիկներով փորձում են անմեղություն կամ մաքրություն բերել եկեղեցի եւ ովքեր են այդ մաքրություն բերողները, հա, այս իշխանության ղեկին նստած անձը եւ իր ամբողջ համախումբը, որը քրեական օրենսգրքի գրեթե բոլոր հոդվածներով մեղքերի մի ամբողջ եւ հանցանքների շարք է հավաքել իր այս ոչ միայն այս 8 տարիների գործունեության ընթացքում, այլև իր կենսակերպով եւ գործունեությամբ նախկինում ամենաարատավորված լրագրողների շարքում է դասված եղել իր վարքագծով եւ իր գործելավոճով Եվ այս առումով մենք եկեք հասկանանք գործողությունների այս շղթան, նպատակը եկեղեցին քանդելն է, նպատակը առաջիկա զիջումներից առաջ եւ առաջիկա ընտրություններից առաջ դաշտը ընդհանրապես մաքրելը որևէ դիմադրության կամ համախմբան կարողություն ունեցող անձանցից եւ այս առումով մենք տեսնում ենք տարբեր այսպես ազգային կերպարների կալանավորման եւ բանտերում, հա, տեղավորելու մի շղթայական գործընթաց եւ այս նպատակը մի բանի մասին է խոսում առաջիկա զիջումների, որոնք նրանք հանձնառու են իրականացնել եւ այդ զիջումների ներքո հնարավորինս խոչընդոտ վերարտադրվելու հնարավորություն ապահովելու համար։ Սա է իրենց հիմնական նպատակը։ Տիկին Աղաջանյան, իսկ ամսի 28-ի հետ կապված կգնան մայրաթոռին, չէ հնարավոր այդ օրը։ Ու եթե իրոք այդ հա իրադարձությունը տեղի ունենա ու գնան մայրաթոռ Նիկոլ Փաշինյան իր աջակիցներով, հանրությունը ինչ պետք է անի, ինչ արձագանք պետք է հակազդեցություն։ Հանրությունը միանշանակ իր ներկայությամբ եւ եկեղեցու աջակցությամբ չպիտի թույլ տա որևէ ինչ ասեմ, այլանդակ գործողություն մեր սրբության սրբոց օջախում, ինչը մենք տեսանք նաեւ անցյալ կիրակի հանրային այդ աջակցության եւ սատարման գործողությունների արդյունքում ձախողվեց այն ծրագիրը, որով իրենք փորձ էին անում ինչ որ մի լեգիտիմություն հաղորդել իրենց գործողություններին եւ այն կեղծ թեզերը, որ փորձում են իրենց վրայից այդ կեղտը, հա, թափել, ասելով, որ մեր հրահանգով չէ, բոլորի համար հասկանալի է, որ դա ընդհանրապես ձևական խոսքեր են եւ իրականությանը չհամապատասխանող։ Ես հույս ունեմ, որ խելամտություն կունենան չանելու, որովհետեւ դրանով իրանք իսպառ վերացնեն անգամ այն հյուլեները որոշ մարդկանց մոտ աջակցության, որ իրենք ունեն եւ լիովին արդեն կբացահայտեն իրենց այդ հեռահար ծրագրերի բուն էությունը։ Դուք նշեցիք, որ այսօր կառավարությունը որոշումներ է կայացրել, այո, դա այդ նույն տրամաբանության շարքում է, այսինքն եկեղեցին ենթարկեցնելու իրենց եւ այս խեղճացնելու մի կողմից խոչընդոտներ ստեղծելու, մյուս կողմից ենթարկեցնելու, ես չեմ զարմանա, որ որոշ ժամանակ հետո նաեւ օրենսդրական փոփոխությունների միջոցով այդ անհատույց օգտագործման դրույթը փոխվի որոշակի հարկային եւ գույքային պարտավորություններ սահմանելու։ Շրջանառվում են, եթե կհիշեք, քպական Ծովինար Վարդանյանը։ Այո, իրենք ամեն ինչի պատրաստ են։ Այո, իրենք ամեն ինչի, որտեղ դա գալիս է դրսից, դա գալիս է այն հրահանգներից, որ իրենք ունեն, դա նույն ձեռագրի շրջանակում է, որը մենք տեսնում ենք եւ Ուկրաինայում եւ տեսնում ենք Մոլդովայում, դա ընդհանրապես ոչ Վատիկանի ենթակա եկեղեցին, այսինքն ոչ կաթոլիկ կամ բողոքական եկեղեցիների ենթակա եկեղեցիների հպատակեցման փոփոխման եւ բնակչության նաեւ կրոնական այդ հավատարմությունը ջարդելուն ուղղված գործողություններին, իսկ մեր պարագայում դա նաեւ համեմվում է թուրք-ադրբեջանական պանթուրանական ծրագրի սպասարկման խնդիրներով եւ սա հստակ ցուցումներով գալիս է խեղճացնելու, յուրացնելու, վերացնելու, սահմանափակելու գործողություններ, որտեղ իրենք շատ լավ գիտեն, քանի կան ազգային ուժեր, քանի կա ազգային եկեղեցի, բնականաբար ոչ Արցախի հարցը կարող է մոռացության տրվել, ոչ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպան քաղաքականությունը եւ շարունակվող ցեղասպանական գործողությունները կարող են մոռացության տրվել, ոչ էլ Թուրքիայի կողմից իրականացված եւ մինչ օրս շարունակվող այդ ցեղասպան քաղաքականություն եւ դրա մարդկության դեմ հանցագործությունների ուրեմն դատապարտման եւ պատասխանատվության ենթարկելուն ուղղված մտադրությունները եւ նպատակները կարող են վերանալ։ Մի թեմա եւս ունի անդառնալ
թուրքական հեղինակավոր պարբերական էր, որը այդպես մեծ հոդված էր տպել եկեղեցու շուրջ այստեղ կատարվող իրադարձությունների մասին ու այսպեսի մի դիտարկում էր արել Հայաստանում հաջորդ կաթողիկոսին նշանակելու է Էրդողանի, ես չգիտեմ դուք ծանոթ եք այդ հոդվածը ինքը այսինքն եւ հոդվածի մասին լուրերն եմ կարդացել եւ հոդվածի որոշակի հատվածներ եմ կարդացել, ես չեմ զարմանում, նշեցի, որ նպատակը ենթակա եւ հպատակ կառույց ունենալն է, որը բացարձակապես որևէ դերակատարում չի ունենա հայի ինքնության եւ հայկական ուրեմն դատի վերհանման, պաշտպանության, առաջմղման գործերում եւ նաեւ մի կառույց, որը Սփյուռքին չի ղեկավարի եւ դրանով կթուլանա Սփյուռքի ազդեցությունը դրսում, ինչը կօգնի Ադրբեջանի եւ Թուրքիայում Մարսելի դարձնել այն հանցագործությունները, որոնք իրենք իրականացրել են եւ դեռ նպատակ ունեն անելու։ Այսինքն ես չեմ բացառում այդ նպատակները, հաշվի առնելով նաև որ մեր իշխանությունները որոշակի ցուցումներ ենթադրաբար հստակ ստանում են Թուրքիայից եւ եթե կհիշեք այս ամառ երբ որ մեր կառավարության ղեկին նստած անձը Էրդողանի հետ հանդիպում էր անցկացրել, դրանից հետո մամուլով լուր տարածվեց, որ անգամ թուրքական կողմն է զարմացել այն առաջարկներից եւ պատրաստակամությունից զիջումներ ու հանձնառություններ իրականացնելու, որը ներկայացրել է այդ անձնավորությունը։ Եվ այստեղ է գալիս նաեւ դրան հաջորդել է նաեւ եկեղեցու հանդեպ այս գործողությունները, մենք տեսնում ենք նաեւ էլեկտրական ցանցերի հանդեպ այդ շարքը քայլերի, նաև Հայաստանը Թուրքիայի էլեկտրական ցանցերի ենթակայությանը հանձնելու ծրագրերը, թուրքական ընկերություններին հանձնելու մասով կոնկրետ այսպես հերքում են, իհարկե չգիտենք։ Գիտեք, իրենք սովորություն ունեն առաջի էտապում հերքել եւ ասել հիմա նման քննարկում չկա, այս պահին նման քննարկում չկա, բայց մի որոշ ժամանակ հետո փաստի առաջ են կանգնացնում կատարված գործողությունների տեսքով։ Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանից են բենզին բերում, այդ ամենը մի համատեքստում է, այսինքն մի կողմից փորձել հանրության ուղեղները լվանալ ցույց տալու, որ իբրև թե ինչ որ մի խաղաղություն գոյություն ունի, որը իրականում գոյություն չունի, մյուս կողմից էլ թմրեցնելով, նաև զբաղեցնելով հանրությանը նմանատիպ դրվագներով, ընդհատակյա եւ շրջանցիկ ճանապարհներով իրականություն դարձնել իրենց ծրագրերը, որոնց մասին տեղեկատվություն մենք առանձնապես կամ չենք ստանում, կամ տեղեկատվություն ուղղակի մատերի արանքով է հոսում, եթե չլինեին նույն թուրքական մամուլի որոշակի դրվագներ, մենք չէինք իմանա եւ մեր տկեն պաշտոնյաների հանդիպումների մասին, մենք չէինք իմանա մեր սոցիալական պաշտպանության նախարարության պաշտոնյաների հանդիպումների մասին թուրքական կողմի հետ, որից երևի խելամիտ առաջարկներ եւ լավագույն փորձի փոխանակման օրինակներ են ուզում որդեգրել։ Տիկին Աղաջանյան, մի փոքր խոսենք այսպես քաղաքական, զարգացումներից, մենք տեսնում ենք, որ ընտրություններին ընդառաջ Եվրամիությունը այսպես ոչ անթակույց իր աջակցությունն է հայտնում այստեղ իշխող ուժին ու պարբերաբար այդպես անգամ գումարի տեսքով բավականին մեծ թվով ընդ որում տրամադրում է ու ասում են Մոլդովայի օրինակով, ինչպես իրենք են նշում, եւ ասում են, որ ընտրությունների արդյունքները արտաքին ուժերի ազդեցությունից, ռուսական պրոքսի ուժերի դեմ պայքարի, ապատեղեկատվության, իսկն այսպես են ներկայացնում գումարի տրամադրման նպատակը, բայց թե ինչ է դրա շղարշի տակ թաքնված։ Ինձ թվում է մենք բոլորը շատ լավ հասկանում ենք ինչ է այդ շղարշի տակ թաքնված, զարմանալի չէ եւ որքանով սա ներքին դաշտին վերաբերում է նույնքանով արտաքին քաղաքական այն խնդիրներին է վերաբերում, որոնց լծված է մեր ներկայիս իշխանությունները իրենց ղեկավարի ուրեմն ղեկավարությամբ, գլխավորությամբ ներկայացվեց, որ հայկական կողմը իբրև թե խնդրել աղաչել է, որպեսզի նման աջակցություն լինի, մենք հասկանանք, որ այդ աջակցությունը լինելու էր, պարզապես դրան լեգիտիմություն հաղորդելու նպատակով այդ թատերական բեմականացումը տեղի ունեցավ, իբրև թե հայկական իշխանությունների խնդրանքով է դա արվում։ Միանշանակ իշխանությունների վերարտադրությանը ուղղված գործողություններ են։ Ես չեմ զարմանա, որ դրա ներքո ինչ որ մի դեսանտ կիչացվի համապատասխան քարոզչական աշխատանքներում ուղղորդելու, իրականացնելու, օժանդակելու, որպեսզի հնարավորինս խապկանքի միջոցով մեր հանրության ուղեղները շրջեն դեպի այս իշխանությունների աջակցություն, ինչը որ մենք տեսել ենք 21 թվականին,
եւ ցավոք սրտի մենք հետևանքները տեսանք, թե ներկայացված օրակարգի եւ իրականացված գործողությունների տրամագծորեն հակառակ լինելու հանգամանքը, իսկ առաջիկայում մեծ խնդիրներ ունեն լուծելու։ Առաջիկայում այստեղից ռուսական ներկայության լիարժեք դուրսբերման խնդիրը պիտի լուծվի, այստեղից պետք է սա այս տարածքը ամբողջովին պետք է արևմտյան հսկողության տակ հանձնվի թուրքական հայտարարություններն է անում, օրինակ Թրիփի հետ կապված, ասում էր, որ նյուանսներ կա այդ նախագծի իրականացման հետ, որտեղ ռուսական կողմը եւս պետք է մասնակից լինի, ռուսական կողմն էլ այդպես մենք շատ հաճախ նորից եմ կրկնում լսում ենք այս պայդրությամբ որոշակի խոսույթ, որի հակառակ գործողություններն են իրականացվում։ Մենք նույն միջանցքային տրամաբանության հետ կապված նոյեմբերի 9-ի փաստաթղթում լսում ենք մի խոսույթ եւ տեսանք դրա տրամագծորեն հակառակ գործողությունը, որ ամբողջովին արևմտյան վերահսկողության տակ դրված եթե իրենց խոսքին հավատանք ճանապարհ, բայց իրականությունը փաստաթղթորեն միջանցք է տրամադրվում, այն էլ այնպիսի մի բացառիկ ժամանակահատվածով, որը անգամ օրենսդրականորեն անհնար է արդարացնել։ Մենք հասկանանք, որ այս իշխանությունները ստելու եւ խաբելու եւ կեղծիքը իրականության տակ ներկայացնելու առումով որևէ սահման եւ արգելք չունեն։ Դա իրենց կենսակերպն է, մտածելակերպն է եւ իրենց հանձնառությունները կատարելու ուրեմն հիմնական գործիքը։ Մենք տեսել ենք, որ իրենք մի ամբողջ պատերազմ են խաբել եւ ժողովրդին փաստի առաջ կանգնեցնել, որդեգրել են հետեւյալ գործելակերպը՝ խաբել մարդկանց միջև այն պահը, երբ որ փաստականորեն իրականություն է դառնում եւ դրանից հետո փորձել արդարացնել, ասելով դե սա է իրավիճակը, ուրիշ տարբերակ չունենք։ Միջազգային հարաբերություններում կամ աշխարհակարգում փոփոխություն է եղել, որի պատճառով մենք չենք կարող այլ որոշում ընդունել։ Միջազգային հանրություն կոչված ամորֆ զանգվածը իրենց ինչ-որ բան էր թելադրում, որը դրանից առաջ չէր կարողանում թելադրել հայկական իշխանություններին։ Այսինքն մենք տեսել ենք այդ ձեռագիրը, երբ որ փորձում են խաբել փաստաթղթորեն եւ իրականությանը չհամապատասխանող կամ իրականությունը կոծկող ելույթներով եւ խոսույթով հանրությանը շեղել, բայց ընդհատակյա իրականացնել գործողությունը եւ հետո փաստի առաջ կանգնացնել։ Նույն Թրիփի հետ կապված մենք ունենք նույն խնդիրները։ Պատվիրակություններ են եկել, փորձագիտական խմբեր են եկել եւ մենք դրանց բուն բովանդակային քննարկումների եւ արդյունքների մասին ոչինչ չենք իմանում, մինչեւ թուրքական կամ ադրբեջանական կողմից համապատասխան արտահոսքերը չեն լինում։ Այսինքն մեր իշխանությունները շարունակում են գործել հանրությանը մոլորության մեջ պահելու եւ Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերին հակառակ գործողություններ անելու տրամաբանությամբ։ Նույն տրամաբանությանն է ենթադրվում նաեւ այս Թրիփի հետ կապված իրենց խոսույթը, նրանք բնականաբար փորձ անելով ռուսական կողմից ազատվելու չեն կարող թույլ տալ ռուսական կողմի որևէ մասնակցություն։ Տիկին Աջանյան, բայց վստահ եք, որ ուզում են ձեռք ազատվեն։ Մենք տեսնում ենք, որ ամեն այդպես հանդիպումին, ինչ որ ամերիկացի կամ եվրոպացի պաշտոնյայի հետո Նիկոլ Փաշինյանը գնում է Մոսկվա։ Դա կապ չունի։ Դա ընդհանրապես այս պահի դրությամբ իրենց ապահովագրելու մեխանիզմի խնդիր է լուծում, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ եթե ռուսական կողմից հարված ստանան, դա իրենց համար վերարտադրվելը ընդհանրապես կդարձնի անհնարին հաշվի առնելով թե տնտեսական թե ֆինանսական այն հարվածները, որ մեր ժողովուրդը կստանա։ Այսինքն այս ամենին զուգահեռ նաև խոսույթով եւ պահվածքով ակնհայտ դարձնել դա այս պահին նրանք չեն անի։ Երբ որ կվերընտրվի, այն ժամանակ մենք կտեսնենք իրական դեմքը։ Մենք դա տեսել ենք այդ խաղերը տարբեր ժամանակներում։ Կհիշեք 23 թվականի ապրիլին այսպես հանկարծ նորից շրջադարձ կատարեցին եւ մեր հանրության մեջ որոշակի հույս արթնացավ, որ ինչ որ մի խելամիտ քաղաքական դրսևորումներ կլինեն, երբ որ ռուսական կողմի հետ սկսեցին բարձրաստիճան հանդիպումներ ունենալ տևական ժամանակ հանդիպումներից հրաժարվելուց հետո։ Եվ մենք հետո տեսանք Հագարի կամրջի ուրեմն տեղում տարածքների հանձնումը եւ Հագարի կամրջի վրա սահմանների տեղակայումը եւ Արցախի լիակատար շրջափակումը, որին հաջորդեց Արցախի հայաթափումը։ Այսինքն եկեք հասկանանք, իրենց գործունեությունով փորձում են փափուկ բարձ դնել ռուսական կողմի վրա, ինչ որ մեղմելու հնարավոր հակազդեցության գործիքները, որը լիովին կջախջախի իրենց իշխանության ղեկին մնալու հնարավորությունը ընտրություններից հետո։ Իսկ այն, որ իրենց ծրագիրը հստակ է եւ իրենք արևմտյան կենտրոնների թելադրանքով անշեղորեն գրում են դրանով, դա միանշանակ է։
Տիկին Աղաջանյան, նաև ես ուզում եի տեղեկություններին անդրադառնալ, որպես ամփոփիչ արդեն ասում եմ, որ բարձրաստիճան պաշտոնյա է Ամերիկայից գալու, հա, Հայաստան թրիփի հետ կապված քննարկումների մասով փոխնախագահ Վենսյանունն է շրջանառվում, իրոք էս այցը կկանա թե ոչ, ինչ օրակարգով է հնարավոր, ինչ է սա փոխելու այս արտաքին քաղաքական զարգացումներում։ Ոչ մի բան չի փոխելու, դա երկու նպատակ կարող է նման այց տեղի ունենալ, բայց ես կարծում եմ, որ այդ այցը երևի թե ընտրություններին ավելի մոտ ժամանակ պիտի տեղի ունենա։ Որպես աջակցություն։ Որպես աջակցություն, այո, այս իշխանությունների վերարտադրությանը եւ նաեւ հաշվի առնելով նահանգներում ընտրությունների խնդիրը եւ դա մեր համայնքին վաճառելու որպես դրական զարգացում վաճառելու հնարավորություն, այսինքն երկուստեղ այսպես միավորներ քաղելու խնդիր է դրված լինելու եւ ես չեմ բացառում, որ ինչ որ բարձրաստիճան պաշտոնյա գա, բայց հասկանանք, որ դրանով ոչ ամերիկյան քաղաքականությունն է փոխվում, ոչ այս իշխանությունների քաղաքականությունը։ Այդ նաեւ դեսպանի փոփոխություն է սպասվում։ Դեսպանի փոփոխությունը դա ընթացիկ գործընթաց է, առանձնապես ես դրան կարևորություն այս պահին չեմ տալիս, որովհետեւ ամերիկյան դեսպանները սովորաբար 3 տարին մեկ փոփոխվում են եւ այստեղ նման խնդիր չկա եւ որոշակի ժամանակահատված է մնում մինչեւ նոր դեսպանի հաստատումը կոնգրեսով եւ այդ ուրեմն 3 տարին սովորական ժամկետ է, կարող է 1 ամիս, 2 ամիս այս կողմ այն կողմ լինել, բայց ոչ ավելին 3 տարվա ընթացքում իրենք մշտապես փոփոխման են ենթարկվում։ Չեմ կարծում, որ ամերիկյան քաղաքականությունը որևէ կերպ փոխվել է եւ հենց թրիփի գոյությունը ինքը ապացույցն է, որ այդ քաղաքականությունը չի փոխվել, իսկ քաղաքականությունը հստակ է։ Ռուսաստանի շուրջ ստեղծել վերահսկողության գոտի, որը իրենք կարող են օգտագործել Ռուսաստանը ներսից պայթեցնելու, պառակտելու եւ բսկտելու նպատակով։ Մեր տարածաշրջանում դա եւ օգտագործվում է նաեւ Իրանի դեմ գործողությունների համար եւ դրանով է պայմանավորված նաեւ Արցախի Ադրբեջանին որպես բոնուս նվիրելը, այդ թվում նաեւ այդ միջանցքային տրամաբանությամբ կապի հաստատումը եւ շտապողականությունը, որով իրենք գործում են, որովհետեւ իրենք նախատեսում են որոշակի աշխարհաքաղաքական սրացումներ ռուս-ուկրաինական ճակատում եւ դրա նախապատրաստական աշխատանքներում նաեւ ներգրավում են մեր տարածաշրջանային որոշակի տարրեր եւ իրենք փորձում են ապահովել այստեղ process-ների արագ ընթացքը, որպեսզի երբ պատեհ պահը գա եւ հարմար լինի, իրենք կարողանան այդ ասենց ասեմ, հա, թեժ կետերի ամբողջ շղթան աշխատացնել, որի կիզակետային դիրքում գտնվում է Հայաստանը այս պահին եւ Հայաստանի միջոցով իրենք կարող են երկու ուղղությամբ հստակ հարված հասցնել, թե ռուսականի, թե իրանականի ուղղությամբ։ Նկատած կլինեք, վերջերս բավականին ակտիվացել է խոսակցությունները Նաթանյահուի ամերիկյան վարչակազմի հետ Իրանի դեմ գործողությունների համակարգման առումով եւ փետրվարի կողմերը նախատեսվում են հերթական գործողություններ եւ այդ առումով ինչպես բազմիցս նշել եմ Հայաստանը ամենահարմար թիրախն է, որին հարվածելով թե Իրանի թե Ռուսաստանի պարագայում ցուցվանգային վիճակ է ստեղծում երկու պետությունների համար էլ։ Եթե հարված է հասցվում Հայաստանին, խոսքս որոշակի սահմանափակ ռազմական գործողությունների իրականացում է, որը կարող է նպատակ ունենալ հենց այդ միջանցքը իրենցով անելու եւ այդ տրամաբանությամբ ուրեմն գործելու, ապա ռուսական կողմը իր պայմանագրային պարտավորություններից ելնելով, եթե միջամտում է, ստացվում է, որ այստեղ երկրորդ ճակատ է բացվում ռուսական կողմի հետ, դրա հետ զուգահեռ բացվելու է թե միջինասիական հատվածում, թե դեպի Մոլդովա, վերև Կալինինգրադ։ Այսինքն 26-ին էս արտաքին քաղաքական դաշտը Այո, 26-ը առնվելու է նոր փոթորիկներ սկիզբը հատկապես շատ վտանգավոր է եւ ինչպես նշեցի, ռուսական կողմի արձագանքի դեպքում երկրորդ ճակատ է բացվում, չարձագանքելու դեպքում այս իշխանությունների ձեռքին լեգիտիմ ուրեմն լծակ է տրվում ասելու ձեր ճամպրուկները հավաքեք եւ գնացեք, քանի որ դուք պայմանագրային կապարտ, այսինքն նորից ձերբազատվում է ռուսական ներկայությունից այս տեղում։ Նույնը վերաբերում է իրանական կողմին։ Եթե իրանական կողմը միջամտում է, ապա ադրբեջանական կողմին, այսպես ասած, ճակերտավոր իրավունք է տալիս
հարձակում գործելու իրանական հատվածի վրա արդեն օկուպացված Արցախի տարածքներից, իսկ եթե չի գործում, ինքը կորցնում է հյուսիսային իր սահմանը ամբողջովին փաստացիորեն արևմտյան ուժերի ծրագրով հանձնելով թուրքական վերահսկողությանը, որին իրենք ենթադրում են, որ ամբողջովին վերահսկում են եւ որ Թուրքիան իրենց թելանդրանքից եւ իրենց ուղենշից չի շեղվելու, բայց մենք շատ լավ գիտենք, որ թուրքերը հրաշալի կարողանում են մանևրել, ստանալով իրենց ուզածը եւ ուղակի, պես ժողովուրդն ասում, գցելով իրենց նաև այդ դաշնակիցներին եւ աջակիցներին։ Այստեղ մենք շատ զգույշ պիտի լինենք եւ այստեղ է նաև որ եկեղեցին որոշակի զգուշավորություն է դրսևորում իր գործողությունները, որպեսզի արհեստականորեն սադրանքի չտրվի եւ բախումների միջոցով հնարավորություն չտա մեր քաղաքական դաշտի այդ արգելք հանդիսացող անդիմադիր ուժերին ու գործիչներին լիովին չեզոքացնել, ինչի նպատակն է այս իշխանությունները փաստացիորեն փորձում են անընդհատ իրականություն դարձնել դաշտը, ինչպես նշեցի, չեզոքացնելով իրենց վերարտադրությունը ապահովելու նպատակով։ Ձեզ շնորհակալ եմ Տիկին Աղաջանյան, Ես եմ շնորհակալ։ Հարգելի աստատիտողներ, հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում ենք Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ։ Շնորհակալ եմ մեր զրույցին հետևելու համար։